Լավ երթեգո, ama գամած երթեգո։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեմպից թե 82-ամյա Պոլսահայ Պողոս Պապիկյանն է դժգոհ, Ինշալլահ չդեմ։ թե Պոլսո հայոց պատրիարքը։ Մենք կարճ կյանք ունեցող արարածներ ենք, շուտ կուզենք, բայց ասկեր ու բեդություններ ու կյանքը ավելի երկար է եւ ավելի թանթաղ ընթանա։ Այդ բարդ հարաբերությունների ամենամեծ ծանրությունը մեր ուսերին է։ Հարցը լուծվի, մենք կթեթևանանք, շեշտում է Սահակ arczepiskopos-ը։ Մեր համայնքը գուցե որ այս հարաբերությունները սեմանան, մդերմանան եւ տեսակը ասիգա նաեւ մեր ուսերուն վրա փերմը պետք է վերցնեն, ինչու որովհետեւ հայ-թուրք հարաբերությունները 100 տարվա մեջ այնքան բրգված է որ հոստե հայ անունը հայ հոյանքին հավասար է եւ Հայաստանալ թուրք անունը հայ հոյանքին հավասար է այդպես չէ ուրեմն եթե այս հարաբերությունները շտկվին ամենեն շատ թեր մեր գրնագեն միտիեթե դեսակը ավելի բարեկամ մտնոլորտին մեջ շունչ պիտի քաշեն Այնինչ լսում է Երևան-Անկարա պաշտոնական շփումների մասին լավ լուրերի շարքին է դասում պատրիարքը։ Թուրքական օթային քիծերը պիտի աշխատին, ճամփաները գշինվին երկկողմանի, անի գամուրջը գշինվի երկկողմանի, ուրեմն այդ բոլորը ընթացք են։ Բոլոր պայմանավորվածությունները դեռ թղթի վրա են։ Թուրքիան տարիներ շարունակ չի բացում սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ Անի կամրջի նորոգման արձանագրությունները կան, շինարարությունը ոչ։ Առաջընթացը ակտիվ հանդիպումներն են։ Դրանց հաջորդող գնահատականները Անկարան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու սահմանի բացումը կապում է հայ-ադրբեջանական գործընթացի հետ։ Մենք հույս ունենք, այսինքն հանդիպումները մեր համայնքին համար շատ մեծ կարևորություն ունին։ Գուզենք, այսինքն սահմանը բացվի։ Երկու պետություններուն, երկու երկիրներուն այս հարաբերությունները լավանան։ Ուրեմն մենք այս կոնե, որովհետև դարիներ առաջ ասոնքալ չի գային։ Այսինքն միանալ, վրան խոսիլ եւ այն ասոնքալ չի գային։ Պոլսում հայոց լեզու դասավանդող Արփեն Չինարը փորձում է հասկանալ նույնիսկ այն, որ Երևանը ցեղասպանության ճանաչման հարցը հանել է իր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից։ Իմ զգացումովս ընդունելի չէ, սակայն հասկանալ գճանամ քաղաքական իմաստով։ Հասկացել է այն, որ ցեղասպանության հարցով կջրվի հայ-թուրքական կարգավորման հույսը։ Մեր զգացումները մեկտեղ ցկելով քաղաքական պաշտոնական իմաստով երբ մտածենք, գարձեմ ան ցեղասպանությունը բարձրացային խոսիլ եւ բաները բահանջել Թուրքիո բեդութենեն այս հարաբերությունները ժողտական իմաստով պիտի աստե այնպես ես կմեկնաբանեմ որ այսօր օրագարկի մեջ չի գա որբեսի քիչմը բաները ավելի լավանան ավելի լավ երթան Ես ուրիշ կխորեմ նկատում է ժամանակ օրաթերթի համակարգող Նադիա Գոչունյանը Անշուշտ որ բարետրացիությունը շատ աղվար բան է Անշուշտ որ խաղաղությունը շատ լավ բան է բայց միշտ երկկողմանի շահերով Նա որևէ բովանդակություն չի տեսնում Անկարայի ու Երևանի միջև կրկնվող հանդիպումներում Հայաստանի իշխանությունները գզարդար են ցույց կտան բայց իրականության մեջ կարծեմ քիչ մակիաժ է իրենց ծրած երկկողմանի բանը չկա այդպես երևի իմ աչքից Հայերը լավ ժողովուրդ են Մի օր խնդիր չեմ ունեցել իրենց հետ։ Հայ-թուրքական հարցերը մի քիչ խառն են, մենք էլ շատ գոհ չենք մեր պետությունից։ Մահմուդը հաճույքով է պատմում իր սննդի արագ կետի հաճախորդներից շատերը հայեր են, խմբերով են գալիս։ Ասում է պետությունները թող իրար մեջ հարցերը լուծեն։ Ալին նույնն է ասում։ Մենք որպես ժողովուրդ թշնամություն չունենք, այստեղ շատ հայեր կան, ընկերական ջերմ ենք իրար հետ, մնացածը քաղաքական հարցեր են, մեզ հետ կապ չունեն։ Լավ չեմ մտածել, լավ չեմ խոսիր, ասենք։ Բոլոր թուրքերը չէ, որ մեզ հետ լավ են, կխոսեն, մի գեշ բան կասեն, ասում է Երջանիկ Ունալը։ Ստամբուլի Շիշլի թաղամասի հայերից է, այստեղ է ապրում նաև Մարի Այնարը, էլի հայ։ Երկրի ներսում էլ խաղաղ չենք, հաշտությունից են խոսում, դեռ չգիտենք ինչ կստացվի, նախ լավ է թե սահմանը բացվի։ 33 տարի բարի եկակ ցուցանակով է նոստալջիկ գրախանութ սրճարանի թուրք սեփականատերը Սուհա Համամջին դիմավորում այցելուներին։ Նրա խանութում ոչ միայն Պոլսում, նաև Երևանում տպված հայալեզու գրականություն կարելի է գտնել, նաև օրվա թարմ թերթերը մի գավաթ տաք սուրճի հետ։
Çünkü daha bilinir oldu. 10 տարի առաջ ավելի շատ հայ ընթերցողներ էին գալիս։ Հիմա նաև գրականություն սիրող թուրքերը։ Զապել Եսայան Բիբերյան, այլ գրքեր են գնում։ Bilinmiyordu da. Ես էլ միայն վաճառող չեմ, թրքալեզու հայ գրականություն եմ կարդում, ասում է Սուհա Համամջին։ Հայերին ու թուրքերին մի գրքի ու սուրճի շուրջ միավորող Սուհան հետևում է նաև երկու երկրների միջև ծավալվող դիվանագիտական անցուդարձին։ Yani makro anlamda bir geliş. Հասարակությանը փոխանցվող մեծ փոփոխություններ չեն տեսնում։ Վերջին շրջանում խոսքերն են շատացել։ Ասում է Թուրքիայի Հանրապետությունում քանի կառավարություն էլ փոխվի, մի շարք բաներ նույնն են մնում։ Yani genel olarak Türkiye Cumhuriyeti Devleti'nin bir Պետության քայլերը դանդաղ են։ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողքին լինելը մեր պետությունը պարծանքով է նշում, ու այս ամենն ազդում է գործընթացի վրա։ Ինքն իր փոքրիկ քայլերով ուզում է արագացնել process-ը, թեկուզ խաղաղ ու խաղող բարերի խաղով։